Օլիմպիադանում ուժային կառույցների վետերաններ են, անվանի մարզիկներ, վաստակավոր մարզիչներ ու ֆեդերացիաների նախագահներ։ Նրանց տարիների նվիրվածությունն ու ձեռքբերումները բարձր են գնահատում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը։ Վաստակաշատ մարդկանց մեկ հարկի տակ են համախմբել գաղափարներ, որոնք միտված են զարթոնքի։ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարել էր, որ խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք։ Հենց աշխարհը տեսավ, որ մենք հաղթահարել ենք խեղճությունը, կսկսի հարգել մեզ։ Մենք կունենանք լավ դաշնակիցներ, լավ բարեկամներ։ Բոլորս գիտենք պետք է թոթափենք սուկու վայնասունը եւ վերազինվենք, որպես այս ավետած երկրի չի կարա հպարտ երկիրը, այս արժանապատիվ երկիրը, այս ավետած երկիրը չի կարող sense քերչացած, դսեմացած, վախկոտ վիճակում լինի։ Մենք բոլորս թոթափենք սուկու վայնասունը, պատրաստենք իզենի գործ։ Մենք այս մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք։ Միանշանակ բոլորը տեղյակ եք երևի գիտեք, որ պարոն Ծառուկյանը միշտ սավառակ է սպորտին զարգացնելու եւ հայկական դրոշը ծածանելու բոլոր բեմերում, այլ նաեւ նյութապես, բարոյապես, ֆինանսապես ազատամարտիկներին, միլիցիայի հատուկ շոկատներին, որովհետեւ ինքը գիտի դրանց դեռ նշանակությունը։ Մեր նպատակը մեկն է՝ ունենալ ուժեղ պետություն, իսկ ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենանք առողջ սերունդ։ Մենք բոլորս միասին պետք է պայքարենք թմրամոլության ձիայի դեմ, ձեռք սպայելով երեխաներին առատավոր երևույթներից։ Այս գաղափարախոսությունով բոլոր սպաներս մեր վառ օրինակով պետք է փողոցային վատ բարքերի դեմ պայքարենք նաև սպորտի միջոցով, սպորտը համարելով դեղամիջոցներից մեկը։ Ուժային կառույցներում աշխատողների գործունեությունը տեսանելի չէ շատերի համար, ոչ թափանցիկ, բայց հույժ կարևոր նրանց աշխատանքում էական է նաև մարզական պատրաստվածությունը։ Այս մարդիկ իրենց ամբողջ ներուժով հատուկ առաքելություն ունեն ամուր պետության կայացման գործում։ Հայրենիքին ու հայկական սպորտին իրենց կյանքի տարիները նվիրած մեր վետերանները Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում են խորհրդանշական մեդալների ու նվերների։ Գագիկ Ծառուկյանին էլ միջազգային ոստիկանական ասոցիացիայի կողմից բարձրագույն պարգև է հանձնում գնդապետ Գրիշա Սարգսյանը։ Միայն տարածաշրջանում Հայաստանը գտնու լիիրավանտամ այս միջազգային ոստիկանական ասոցիացիայի կառույցին, դա միավորած ազգերի կազմակերպության կից կառույց է, թույլ տվեք Լոնդոնի կողմից միջազգային ոստիկանական ասոցիացիայի ամենաբարձրագույն պարգևը շնորհել պարոն Ծառուկյանին իր բարձր մարդկային հատկանիշների համար, իր բարեգործության համար, որ միշտ կանգնած է բանակի, ռազմաճակատի, հայրենիքի եւ սպորտի կողքին։ Հարկ դրան։ Ուժային տարբեր կառույցների կողմից ՀԱՕԿ նախագահին եւ նրա որդուն ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանին շնորհում են նաեւ այլ խորհրդանշական մեդալներ։ Նաեւ Հովհաննես Ծառուկյանը իր հոր գործը շարունակող, որը որ իրով հարայրձեւով շարունակելու է, նաեւ պարգևատրվել է շնորհակալագրով մեր միլիցիայի հատուկ նշանակության շրջանների կողմից։ Վերջում նաեւ շնորհավորանքներ են եւ ավելի ուժեղ ու համախմբված լինելու մաղթանքներ։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։